ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Դուք այս երկրի վարչապետն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ։ Հարցը ում է ուղղված։ Կառավարության գլխին։ Պարոն Քոչարյան, ես վստահ եմ դուք հայերեն լեզվին տիրապետում եք եւ կարող եք տերմինները ճիշտ օգտագործել։ Խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի ես չեմ ուզում էլի անձնական դաշտ։ Ինչ չի։ Լուչուն։ Ես էլ հետը։ Հիմա հաջորդ հարցը։ Ինչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն։ Տրամաբանություն 1, որ մենք խոսվում է, այդ անվտանգային ճեղքը նախկինում էլ ասել ենք, որ կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Եվ երբ որ ասում ենք, որ մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա։ Լեգիտիմության հիմքերի վրա մենք պետք է ունենանք պետական սահման։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը այդ թվում կառավարության օրակարգում է, չի կարող չլինել կառավարության օրակարգում։ Արձագանք։ Ախր խնդիրը նրանում է, ինչ որ մենք անընդհատ ասում ենք, որ այդ նույն մոտեցումը այս ձեր կողմից, կառավարության կողմից, սենց այն ինչ որ ասում եք, հա, փոխզիջումային մոտեցումը, չի կիսում մյուս երկիրը, դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առջև, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, կոնկրետ քառակուսի կիլոմետրներ նշելը, բայց հակառակը չենք ստանում։ Խոսքը նրանում է, որ մենք տալիս ենք անընդհատ, տալիս ենք, այսինքն դուք ձեր իշխանությունը։ Ու դիմացը չենք ստանում, ու հակառակը այն կոչերը, որոնք գալիս է Ադրբեջանից, շատ մտահոգիչ են։ Ու այստեղ, բայց չնայած դրան, մենք զիջում ենք։ Փոխզիջում իհարկե միշտ փոխզիջման տրամաբանության մեջ շատ բան կարող է լինել, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չի աշխատում։ Հենց դրանից էլ իմ հարցը առաջացել է։ Պետք է պարզաբանվի, ինչն ենք զիջում։ Եվ էլի եմ ասում, չեմ հոգնի ասել, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, եւ պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետքա ճանաչեն։ Սա 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքի ուրվագիծն է։ Սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածք զիջի։ Ես կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ լինի բոլորի համար։ Այո, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ եւ այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մի հատված Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել։ Շնորհակալություն։ Լռություն։ Գառնիկ Դանիելյան։ Ես լսել էի, որ կան դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են եւ մեզ պետք չեն, լճեր, որոնց համար
պետք չէ պայքարել, բայց առաջի անգամ լսեցի, որ կան միջ գյուղային ճանապարհներ, գյուղամիջյան ճանապարհներ, որտեղ որ չկան ռեստորաններ եւ հյուրատներ եւ այդ տարածքները հարցականի տակ են։ Այս մի փոքր ռեպլիկ։ Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, որը որ վերջին շրջանում շրջանառվում է Տավուշի հետ կապված։ Ես այստեղ կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Այդտեղ վեր են խոյանում 8-րդ դարի եկեղեցի, բերդեր, ամրոցներ, շիրմաքարեր, այդտեղ ամեն մի քարուփուփ հիշեցնում է հայկականություն եւ այդ ամեն ինչը հարցականի տակ դնել ազգային ժողովի ամբիոնից, լավ, լուրջ եք, այս ինչ եք անում։ Այդ տարածքներում ապրող մարդիկ մտածում են, որ առաջնագիծը կազմաքանդվելու դեպքում եւ թշնամին հայտնվի գյուղում, դուք էլ գիտեք հանդիպման ժամանակ ասել են, որ թշնամին հայտնվելու է հենց այդտեղ տներ կան այդ տան մոտը, ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք այդ մարդկանց ասում եք Ադրբեջանի հետ համատեղ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք։ Լուրջ եք ասում։ Յաշմա ու կոմանդո ջոկատները պիտի ապահովեն այդ ճանապարհների անվտանգությունը։ Այս ուր հասանք, որտեղ հասանք մենք։ Ինչ է կատարվում։ Լոռու մարզը սարքում եք սահմանապահ, սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, երբ պետք է գազամուղը փակի, Արցախի օրն ընկնենք, հիմա էլ ասում եք մենք Իքշնիկշան տարածքի զիջում չենք արել։ Իսկ 340 կիլոմետր, որ ադրբեջանցի նստած է հիմա ջերմուկի մատուցներում, այդ ադրբեջանցիները չեն նստած, այդ որ պահանջներն են իրանք բավարարել, որ մի ձեր ասած պահանջներն են բավարարել, 31 բնակավայրերի հանձնման, վերջացնում եմ, 31 բնակավայրը մեզ հանձնել են, ադրբեջանցիները հանձնել են 31 բնակավայրերը, ձեր կողքը նստած փողվարչապետի գրասենյակից ասել են, որ մերժել են ադրբեջանցիները։ Հարց ում էր ուղղված։ Շատ լավ։ Մինչև վարչապետը կմոտենա ամբիոնին, պարոն Դանիելյան, երկու օրվա մեջ երկրորդ անգամ ուզում ուղղել ձեզ աշխարհագրորեն 8-րդ դարի եկեղեցի ասելով, եթե նկատի ունեք Սուրբ Աստվածածին, այն Հայաստանի ինքնիշխան տարածքում է գտնվում եւ այն անհնար է հանձնել։ Երկրորդ ուղումն էլ Լոռու մարզը չի կարող դառնալ սահմանամերձ, որովհետեւ Ադրբեջանի սահմանակցում է Տավուշի մարզը։ Համեցեք, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պարոն Դանիելյան, եթե Շուշին ձեր տրամաբանությամբ եւ ձեր տեսակետից, ինչպես դուք եք փորձում ասել, դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը եւ նրանից կախված մյուս օրգանները Golden Palace հյուրանոցը մանումենտում չէին կառուցի։ Բա կտանեիք ընդ կառուցեի։